Առավոտյան վաղ կամ երեկոյան ուշ Գյումրու փողոցներով քայլելը երբեմն վախի մթնոլորտում է։ Բանն այն է, որ Գյումրու փողոցներում թափառող շների հարցն այլևս կենդանասերների եւ ոչ կենդանասերների բանավեճի մասին չէ։ Այստեղ խնդիրը արդեն քաղաքացու եւ կենդանու անվտանգության մասին է։ Շատ վտանգավոր են, շատ մեծ չափերի շներ, ով ուզում է ինչ-որ հանրային ճանաչողություն ձեռք բերել, սկսում են կպնել շների թեմաներից։ Կարծիքներն ու կենդանիների հանդեպ վերաբերմունքը Գյումրիում տարբեր են, բայց անվտանգությունը երկուստեք կարևորվող հարց է։ Ինչը քաղաքում չեն կարողանում ապահովել ոչ բարձրագույն արժեք մարդու համար, ոչ էլ կենդանիների։ Օրինակ երեք մեր շենքի հայատը երևի մի 7-8 հատ շուն, ու անընդհատ կհաճայն վախենալով կեշտամ կգանք։ Հիմա ոնց որ երեխեքն են սովորել, մեծերն են սովորել, շներն են սովորել, որ պիտի մոտ չգան, բայց դե իհարկե լավ կլներ, որ մի քիչ լինեին։ Շատ են երեխեքը կվախենան։ Ցավալի թեմա է։ Որպես ցավալի թեմա են որակում Գյումրիում թափառող շների խնդիրը, այն ոչ պակաս ցավոտ հետևանքներ ունեցավ երաժիշտ եւ մանկավարժ Իրինա Կարապետյանի համար։ Մոսկվայաբնակ մշակութային ու հասարակական գործիչը օրերս էր եկել հայրենիք, զբոսանքի ժամանակ Շան հանկարծակի հարձակման զոհ դարձել։ Հետևից հանկարծակի ինքը ոտքս բռնեց, ես հերախոսով էի խոսում, ուժեղ կորացի, ինքը փախավ իհարկե, բայց ադամները մխրճեց ուրեմն ոտքիս մեջ։ Նմանատիպ դեպքերը շատ են, բայց միշտ պետք է հարցը բոլոր կողմերից դիտարկել։ Սոնա Իսրայելյանի խոսքով էլ խնդիրը սրվում ու շների քանակն էլ առաջին հերթին ավելանում է փնթիության արդյունքում։ Այն մարդիկ, ովքեր որ տանն են շուն պահում, իրենց փնտիության արդյունքում այդ միայն փնտիություն է, չեն ստերջասում իրենց տան շներին եւ իրենց պետք չեղած ծակուկներին վերում շպրտում են փողոց։ Շների ստերջացման հարցում եւս կարծիքները հակասական են։ Ես արդեն մոտ 5 տարի է կենտանասեր եմ, դրանից առաջ չեմ հիշում, չեմ կարող ինչ-որ բաներ ասել, բայց այս անգամ, այս 5 տարվա մեջ առաջին անգամ կատարվեց նորմալ ստերջացում։ Հրանտ Foundation-ով տարվել են շներին, ստերջացել են եւ վերադարձել են նույն տարածք։ Նորմալ չեն ստերջացնում, որովհետեւ ես երեք իմացա, որ այն շունը, որ ինձ կծել է, հավանաբար մայրացել է, հավանաբար ցակեր է ունեցել եւ ինքը ինքնապաշտպանական ինչ-որ միջոց է ձեռնարկել եւ կծել է ինձ։ Թափառող կենդանիների համար մշտապես քննարկվում են նաեւ կացարանների ստեղծման հարցը, ինչի շուրջ արձագանքները կրկին տարաբնույթ են։ Եթե քաղաքապետարանը ունի գումարներ հնարավորություններ, թող ինքը տանի ինչ-որ միտեղ քաղաքից հեռու առայժմ քաղաքապետարանի որոշմամբ տանեն ինչ-որ միտեղ որևիցե ժամանակավոր կացարան, մինչև սարքեն հիմնական կացարան։ Կացարանի գաղափարը իմ համար շատ վտանգավոր է, որովհետև տանելու են կացարան շներին ու եթե շարունակությունը չկարողանան ապահովել։ Միգուցե կկարողանան շարունակությունը ապահովել, բայց ես չգիտեմ բյուջե որտեղից պիտի ճարվի։ Իմ համար հերթական սպանդի ծրագիրն է, եթե չկարողանան ապահովել շարունակությունը։ Խնդիրը ժամանակ առ ժամանակ հանրային մեծ հնչեղություն է ստանում, դրա լուծման խոստումներն էլ ոլորտի մընտրությունների նախընտրական քարոզարշավի անբաժան մասն են, սակայն տարիներ շարունակ խնդիրը լուծված չէ։ Վերջին օրերին շների հարձակման դեպքեր գրանցվել նաև Գյումրու մանկապարտեզներից մեկում։ Այսպիսով Գյումրու բակերում մանկապարտեզների ու դպրոցների հարևանությամբ շների ոհմակները շարունակում են կաշկանդել բնակիչներին ու վախի մթնոլորտում պահել նրանց։ Կենդանասերների խոսքով էլ վախն ու ատելությունն էլ սրվում են հատկապես սադրանքների արդյունքում։ Մարդկանց սադրում են, անընդհատ սադրում են, դե մերոնք էլ պարապ ժողովուրդ են ամբողջ օր ինտերնետի դիմաց նստած, նայում են մեկը մի բան գրի, ինչ որ անկապ մի հատ կոմենտ գրեն, այդքան բան։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։